lyrical information. Մենք վերադարձանք խոստացված գովազդից հետո եւ ինչպես խոստացել էինք ներկայացնում ենք արդեն փոքրիկներին մեծ գեղեցկուհիներին դեռ տեսնելու հնարավորություն կունենանք մինչ այդ պետք է վայելենք փոքրիկներին իրենց գեղեցիկ սկզբներով գեղեցիկ են ու նրանք նույն կերպ են կարծես թե ողջունում Սարգիս տես շատ այսպես շատ գեղեցիկ ձևով Հիշեցնենք նաև հարգելի հեռուստադիտողներ, որ համաշխարհային գեղեցկության եւ նորաձևության լիգայի Miss եւ Mr. Աշխարհ միջազգային կազմ կոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը կազմակերպել է աշխարհի գեղեցկության եւ նորաձևության լիգայի 7 երկրամասերի Miss 2013 եզրափակիչ գեղեցկության մրցույթը, որը Էգեյան ծովի ափին է տեղի ունենում եւ բացառիկ իրավունքով ձեր ուշադրությանն է ներկայացնում Ֆորտունա հեռուստաընկերությունը Էռնա։ Սարգիս մինչ դու խոսում ես, ես վայելում եի գեղեցիկ այս փոքրիկներին, որոնք շատ նման են հրեշտակների, թիթեռնիկների, իսկ տղաները ավելի շատ այսպես որպես հերոսներ են հանդես գալիս, կարծես են ձիուց իջած ասպետներ։ Խնդրում եմ, կարծես թիթեռնիկ։ Ո՞ւմ է նման, քնած գեղեցկուհու։ Բայց բավականին մեծ ճանապարհ են անցնում այս փոքր հասակում։ Շատ գեղեցիկ են քայլում, տեսնում ես։ Դե բնականաբար սովորել են։ Հաջորդ ասպետն է գալիս, տեսնեմ նրանում են նմանեցնում։ Ափսոս նա սպիտակ ձիով չէ, նա թե չեք ուղեկցեի քեզ մոտ եւ ինչ։ Բայց սիրուն է, չէ՞։ Այո, բոլորը շատ գեղեցիկ են։ Այս մի գեղեցկուհին, փոքրիկ գեղեցկուհին մի քիչ ավելի մեծիկ գեղեցկուհի է։ Այո, մի քիչ ավելի տարիքով է։ Ահա, ավելի փոքր ներկայացուցիչը։ Շատ լավն է, տեսնում ես, մորթիներով։ Եվ բավականին գեղեցիկ հագուստ է։ Նորաձև եւ գժական։ Այո, կարծես միջին տարիքի է։ Հայ գեղեցկուհին է մեր։ Էցը շատ լավն էր։ Ահա, ասպետը մի քիչ ավելի մեծ տարիքի կարծես թե, տես փոքրերից դեպի մեծ տարիքի ներկայացուցիչները, ահա։ Հաջորդ գեղեցկուհին։ Հարգելի հեռուստադիտողներ, մինչ վայելում եք փոքրիկ գեղեցիկ գեղեցկուհիներին, նշենք նաև, այո, ասպետներին, նշենք, որ առաջիկայում սպասվում է բավականին մեծ շոու ծրագիր, որտեղ կներկայանան գեղեցկուհիները, մեծ գեղեցկուհիները 21 երկրները ներկայացնող։ Հիմա տեսնենք հաջորդ գեղեցկուհուն։ Ինչ փոքրիկ է, գեղեցիկ, բավականին լավն էր։ Իդեպ սրանք նույն երեխաներն են, ուղղակի այս գեստերով։ Այս գեստերով։ Այ կարծես թե ազգային ավանդական գեստով էսպես։ Ահա։ Սրանք ազգային գեստներ չեն, ուղղակի շատ ավելի գեղեցիկ։ Հաջորդ ներկայացուցիչը։ Ահա, սա նման է Զորոյին։ Բավականին ճաշակով է ընտրված երաժշտություն է, տեսնում ես։ Կարծես թիթեռնիկներն են։ Հայ գեղեցկուհիներ քիչ առաջ։ Իսկ մենք եւս մեկ անգամ հիշեցնում ենք աշխարհի գեղեցկության եւ նորաձևության լիգա 7 երկրամասերի Miss 2013 եզրափակիչն է եթերում Ֆորտունայի։ Քիչ անց մայրիկների մրցույթն է։ Ահա։ Մայրիկների քիչ անց եւ հիմա։ Հենց հիմա։ Այո, մայրիկների մրցույթ։ Ասում եմ մայրիկների օրն է, ահա, օր հատուկ մայրերի համար։ Ասում եմ խնդրում եմ ծափահարեք նրանց համար։ Հիմա տեսնում ենք մայրիկներին, խնդրեմ։ Գեղեցիկ հագնված։ Տեսնենք նրանք ինչ են ներկայացնելու, ահա, բարձրանում են դեպի բեմը հարթակ։ Ինձ հետաքրքիր է ով է հաղթելու մայրիկների մրցույթում։ Բավականին Բավականին անակնկալներով լի է, տեսնում ես, մենք տեսնում ենք ոչ միայն մայրիկներին, սերունդները նրանց եւ մի խոսքով բոլորն այստեղ են եւ դա հիասքանչ է։ Ես ճիշտ ասած հիմա ման եմ գալիս հայ ներկայացուցիչի։ Բայց չգիտեմ ճիշտ ասած նա այստեղ կա թե չէ, երևի ես նրանք այսպես կճանաչեմ, կզգամ նրա հայեցի լինել է։ Հիմա տեսնենք։ Ներկայանում են հայտով։ Շատ լավ են քայլում մայրիկները եւ շատ լավ են ներկայանում։ Կեցեն։ Նոր գեղեցկուհիները նրանցից սովորելու բան ունեն Էռնան։ Հաստատ։ Ահա, նաև պարում են ընթացքում։ Հետաքրքիր է նրանց։ Այո, պարում են։ Ինձ շատ հետաքրքիր է նրանց մարմնի տվյալները, հասակը։ Այս մեջտեղի տիկնոջն եմ հիմա նայում, մանուշակագույն զգեստով։ Տակտի զգացողությունը հրաշալի է նրա մոտ, չնայած նրա թմբլիկության այսպես։ Կեցեն, նրանք բարեցին ներկայացան, արժանացան ծափահարությունների, ծափահարում են իրենց, նաև իստում են ներկայացուցիչներն են։
Իդեպ ասեմ, որ այստեղ նաև նստած է հանդիսատես, ով եւ վայելում է մայրիկների, այսպես ելույթը։ Հետաքրքիր է, այս ձեռքերով բարձրացնել։ Վերնա, դու հիշում ես Ալավերդի բնակիչ այն մայրիկին, ով հաղթեց գեղեցկության մրցույթում։ Այո, հիշում եմ, բայց նա նման չէ նրանց։ Մի ստատիկ մրցույթում էր հաղթել։ Ասենք, որ նա հրաշալի էր։ Չէ՞։ Վստահ ես։ Այո, դե հա, այդպես եմ ասում, որպես ստատիկ։ Հաջորդ ներկայացուցիչը։ Ինչ-որ հատուկ այսպես պոզիցիաներով են ողջունում, հա? Ինչ-որ հատուկ ձևեր կան ընտրված։ Ինչու է այսքան սև նրա զգեստը։ Բայց լավն էր ամեն դեպքում։ Հիմա հաջորդին տեսնենք։ Ժպիտը կարևորը կա, այսպես, մայիչ։ Ուկրաինայի ներկայացուցիչն է։ Սա ներվածքը լավը չէ։ Անկամ ես ճանաչեցի Ուկրաինուհուն։ Հաջորդը Սարա, այսպես Շոտ չոր չէ։ Տեսնենք հաջորդը։ Նա պարտականություն էր կատարում։ Այո։ Ասենք, որ նրա զգեստի հետ են իմաստը շատ։ Չէ, մենք տեսար աչքով տվեցինք նրանց քայլելուն, այդքան էլ լավ չեն քայլում։ Սա ինչ որ հատուկ երևի ազգային ձև է քայլելու համար դրված։ Հաջորդը, այ շատ լավն է։ Ասա որ լավն է։ Այո։ Լավն է ճաշակը։ Զգեստի ընտրությունն էլ բնականաբար ճիշտ է կազմվածքին համապատասխան, գեղեցիկ ոտքեր բնականաբար այնտեղ։ Նաև ծաղիկ ստացավ, տեսնում ես։ Նրա փոքրիկներ, գիտես ծաղիկը նվիրում։ Ով մասնակցում է փոքրիկների մրցույթին, այո։ Հաջորդ գեղեցիկ մայրիկն իջավ։ Հիմա այ շատ լավն է, չէ՞։ Նուրբ կանացի հես։ Նա նաև կարող էր մրցույթին մասնակցել իդեպ։ Բավականին բարձրահասակ էր եւ տվյալները ինչ չէին ասի, բայց նրա համարձակությունն էլ կարելի է բարձր գնահատել, որովհետեւ ոչ բոլորը կհամարձակվեն հայտնվել բեմում, այս տարիքում ինչու ոչ եւ ներկայանալ որպես գեղեցկուհի։ Իհարկե, իսկ հիմա շատ դժվար է, մենք երևի հեշտ ենք պատկերացնում, այդպես չի։ Այո, հեշտ ենք պատկերացնում, բայց նախ պետք է հաղթարել ներքին որոշակի բարդություններ եւ Չի ուզում իջնել ներքև։ Ապա նաեւ բարձրանալ բեմ եւ ներկայանալ։ Добрый вечер. Это Фортуна ТВ. Меня зовут Екатерина, я представляю страну Россия. Сегодня я ведущий на телеканале. Со мной рядом стоит очень красивая девушка Екатерина Гуршанина, победительница конкурса Miss Tourism Queen International в Китае 2009 года, также победительница конкурса The World League of Beauty and Fashion 2011 года. Также она является хореографом, поэтому я очень хочу узнать ее профессиональное мнение о том, что сегодня представили дети. Как ты считаешь? Ասում է ինչպես կարծում բոլորը տաղանդավոր են երեխաներից։ Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին մայրերի եւ երեխաների կոնկուրսի համար։ Հրաշալի շոու էր։ Այո, գեղեցիկ շոու էր։ Նրա կարծիքով բոլոր երեխաներն շատ գեղեցիկ են, շատ տաղանդավոր եւ բոլորն էլ արժանի են հաղթանակի։ Միանշանակ, որպես պրոֆեսիոնալ բոլորն էլ հաղթանակի արժանի են, բոլորին մաղթում է հաղթանակ և որ արժանավայել հանդես կան։ Շնորհակալություն է հայտնում Եկատերինային կարծիքի համար։ Ինչու միայն փոքրիկներից խոսեց, կարելի էր մայրիկներից խոսել։ Числа мы увидим результаты на финальном шоу, кто будет выступать. Это будут 3 представителя из детей и 2 девушек. Երեք ներկայացուցիչ պիտի վերջում հանդես գա, տեսնենք ովքեր կլինեն։ Поблагодарить нашего президента Ուզում եմ ավելացնել, շնորհակալ եմ մեր ղեկավարին, Աշոտ Խաչատրյանին, կազմակերպչին։ В поддержке родителей, участников, и я также желаю своим детям победы и отличных результатов в дальнейшем. Ну и, конечно, организаторов, которые причастны к этому грандиозному событию. В этом году всем огромное спасибо, всем успехов, я всех люблю. Спасибо, Екатерина, за твое мнение. Также всем участникам и участницам. И также еще раз повторюсь, что Хачатряну, нашему президенту. Это была Екатерина Трегубова специально для Фортуна ТВ.
Այո, նվերների հանձնում եւ ընդունում է տեղի ունենալու առաջիկա րոպեների ընթացքում, դա ավանդույթ է, այսպես ասած, այս գեղեցկության մրցույթում Էռնա, եւ ասեմ, որ այդ ավանդույթը հետեւյալ կերպ է տեղի ունենում, գեղեցկուհիները նվերներ են հանձնում Աշոտ Խաչատրյանին եւ առհասարակ կազմակերպիչներին գեղեցկության մրցույթի եւ հակառակը, եւ բավականին ծավալուն գործընթաց է տեղի ունենում։ Ես հիշում եմ անցած տարի, իդեպ անցած տարի եւս Ֆոթոհեռուստաընկերությունը հանդիսանում էր գեղեցկության մրցույթի ինֆորմացիոն հովանավոր եւ բացառիկ իրավունքով անցած տարի եւս հեռարձակում էին եւ հիշում եմ այս հատվածը հատկապես տպավորված է։ Այստեղ կոնյակ։ Այո, կոնյակ են եւ այսպես հայ ներկայացուցիչներ մեր։ Դե բնականաբար հայը կարող է կոնյակ նվիրել, ցակնկալել նման լավ նվեր։ Ահա, հաջորդ տեսնենք ինչ է։ Ինձ թվում է ոսկեղեն։ Տոպրակի մեջ էր, մենք չկարողացանք տեսնել։ Մի խոսքով շատ հետաքրքիր ավանդույթ է, ես կարծում եմ, որովհետև ազգային, հիմնականում ազգային նշանակություն ունեցող ինչ-որ բաներ են նվիրում մեկը մյուսին եւ նշանավերների պես տանում են իրենց երկրներ, իրենց տները եւ բնականաբար հիշելու բան են։ Այո։ Սա զանգակներ է լինում։ Հաջորդ ներկայացուցիչը եւս կոնյակ կամ գինի։ Ինչ գիտես կոնյակ է, միգուցե վիսկի է։ Ես ինչ մտածում եմ, այն եմ ասում, դե չեմ տեսնում, գոնե այսպես մեկնաբան եմ, հա։ Հաջորդ ներկայացուցիչը տուփով, սա հաստատ փող է բերել։ Չէ։ Շատ հեռատեսնի Սերնա։ Այդքան հեռու մի գնա։ Դժվար թե այդքան հեշտ։ Հաջորդ ներկայացուցիչը շատ փոքրիկ տոպրակ է, այսպես։ Բայց ստացավ մեծ նվեր։ Ահա, տեսնենք հաջորդը։ Ես հատկապես այս հատվածում կցանկանայի լինել այնտեղ, որովհետև 21 երկրների ներկայացուցիչներից կարող էին նվերներ ստանալ Էռնա, ինչը բավականին հաճելի կլիներ։ Նվերների այսպես դուք ուզենայիր այնտեղ լինել պաչիկների ժամանակ, որ բոլորից ստանայիր այդ պաչիկները։ Օրինակ, ես այս պահին հենց նոր հասկացա, որ ես ունեմ շատ բարձր տրամադրություն։ Այ Ֆորտունա TV շապիկները, այո։ Նրանց արդեն տեսել ենք շապիկներով։ Երևի սա պատրաստում են նրա համար, որպեսզի գեղեցկուհիները առաջիկայում կրեն։ Եվս մեկ անգամ։ Այստեղ ցուցադրությունն է Ֆորտունա TV շապիկով աղջիկը։ Ներկայացնում են մեզ բոլորիս մեր շապիկները։ Ահա տեսնենք։ Ասենք, որ ամենագեղեցիկ նվերը հենց դա կլինի։ Ֆորտունա հեռուստաընկերություն, որը հեռարձակում է գեղեցկության մրցույթն ամբողջությամբ։ Երեխաները այսպես շատ հետաքրքրասիրությամբ դիտում են իրենց նվերները։ National Director of the South Africa Կարծիք է հարցնում աշխարհի գեղեցկության եւ նորաձևության լիգայի 7 եզրամասերի միս 2013-ի համար։ Ասում է շատ լավ է անցնում։ Շատ լավ է, ինչպես ես էլ եմ Very good։ Պաստորեն ձեզ քանը լսեցի։ Չթողեցի մնացածը լսեմ Սարգիս։ Ասում է բոլորն շատ սիրում են։ Շատ լավ։ Շատ ասում է հարազատ են ու ամեն ինչ շատ լավ է անցնում։ Սա իր անձնական կարծիքն է։ Որը մենք կարող ենք շատ հանգիստ կիսել։ Ասում է։ Ողջույն Ֆորտունա հեռուստաընկերություն։ Հայաստան Բարի երեկո Ֆորտունա TV։ Այսօր 8-րդ օրն է ինչ մենք գտնվում ենք Բոդրում քաղաքում եւ այսօր մեզ մոտ կայացել է Miss Մամաների մրցույթը։ Մենք ունենք շատ գեղեցիկ տարբեր մայրեր, որոնք ներկայացել են այսօր, զգացել են թե ինչ է բեմը եւ զգացել են թե ինչ են զգում նրանց երեխաները բեմում։ Ես ուզում եմ հարցնել մեկ մամայի, որը մասնակցել է нույնպես այս մրցույթի։ Здравствуйте. Вы какую страну представляете? Мы представляем страну Украину. Украина, какой у вас город? Город Харьков. Мы очень рады. А какие у вас ощущения? Ощущения самые великолепные, очень благодарны организации, очень профессиональная, особо благодарны Աշոտը Խաչատրյանին, ով հանդիսանում է համաշխարհային գեղեցկության եւ նորաձևության լիգայի Miss եւ Mr. Աշխարհ միջազգային կազմ կոմիտեի նախագահ։
А вы на маму не похожи. Может, вы сестра? Нет, я мама. Мама нашей маленькой Арианы. Сколько тебе лет? 7,5. Ой, такая взрослая уже девочка у нас. Спасибо вам также. Вы были очаровательны. Շշողոքորդ է ցանկացած Եվս մեկ մայրիկի, որը այժմ կներկայանա։ Меня зовут Лена. Մենք շատ ենք ուզում նրանց անունների Мы из իմանալ։ города Харькова. Это Украина. Везде Украина. А какие у вас ощущения? Что вы почувствовали на сцене? Какие ощущения? Вы знаете, я поняла девочек, которые работают. Это Поняли, когда вы ругаете своих детей, говорите, стойте, не так танцевали, или Толь, все, вы все это на себе уже поняли? Вы понимаете, мы имеем возможность после выступления снять туфли, а наши дети продолжают после выступления идти на каблуках. А как по тебе твоя мама была? Очень хорошо выступала. Сколько лет? Мне 11 лет. Взрослая. 11 տարեկան էր երեխան։ Меня зовут Наташа. Նատաշան է հիմա։ Очень рады. Ну, желаем вам Բայց ասենք որ նա շատ ավելի очень գեղեցիկ է։ хорошего дня. Еще продолжения и удачи. Спасибо. Спасибо большое. А вы любите Фортуну ТВ? Ես այս դեպքում էլ կգնահատեմ նրա համարձակությունը ողջույն եւ երևի I would հաջողություն։ like to represent Եվ արդեն մեր the show director of the Italy and the president of the International Beauty Contest. So today we had the talent show for the kids and for the girls. So what you can say? So do you like their own talents? Or maybe do you have somebody which you like more? Prima di tutto gradisco la grande ospitalità տեսնենք ինչ են ասում, երևի թե ասում են, որ շատ լավ են ներկայանում ու կարևոր է այստեղ ոչ միայն հաղթանակն է, այլև մասնակցությունը։ il mare, la spiaggia. So see you on the final show after tomorrow. Thank you. Thank you. Bye bye. Thank you. Bye bye. Bye bye. Ասում ենք բայ եւ Մենք շարունակում ենք մեր եթերը եւ ասեմ միանում են մեր Սա այն գեղեցկություն չէ, որ Մայրիկը ավելի ճիշտ է։ Մենք ուզում ենք, որ լինի գեղեցկության մրցույթի։ Ինչպես տեսնում եք Կազմված ֆիլմս, քիչ առաջ խոսում ենք նրա մասին, որ նա կարող էր հանգիստ մասնակցել գեղեցկության մրցույթին։ Եվ մայրը եւ մորաքույրը, այնպես որ սպասեք նորանալ անակնկալների։ My name's Aluchi Samuimola. Մույմուլա։ To do this competition. And it's such fun and I made a lot of friends and I know if I try my best, it's the best that I can do. Thank you. Savona, marhaba, pravi. I love you, Fortuna TV. Մենակ իսկանը հասկացանք, դա շիրում է Fortuna TV։ I'm Alicia's trainer. ինչպես կարելի է չսիրել All the way from South Africa. We were very sad Go that us. we only have 2 days left. Ոչ իհարկե։ And we hope that Էրնա, we go չես back կարծում, to the որ crowd. այս ընթացքում մենք պետք է հիշեցնենք, թե ինչ են դիտում մեր հեռուստադիտողները։ Հա, իհարկե, եկ հիշեցնենք, ասեմ, որ World League of Beauty and Fashion Miss 7 Continents 2013 Thank you, World Ashot Final։ Khachaturian. We love you. Մեր թեժ երեկոն շարունակվում է, իսկ այժմ նորից ունենք հյուրեր։ Мы Украина, город Мариуполь. Сколько вам лет? 15. А какие у вас ощущения на Seven Continental? Ой, я очень довольна всем, такая атмосфера дружная. А у нас тоже самая красивая мама представляет Украину. Какие у вас ощущения? Что вы почувствовали на сцене? Մայրիկը, այո։ Это Տեսնենք նա զգացողությունները։ волнение, Ատեսնում ես, но потом, խուզում когда էին вышли նրանք все на բոլորն են։ сцену, все сдружились, все Ասում եմ, որ բոլորը իրար հետ познакомились, очень ընկերացել են, Եվ ես հրաշքարի սար ասացի, նա երրորդ մայրիկն է, Ուկրաինայից 3 մայրիկ կա այստեղ։ очень все довольны. Կարևոր է, որ բոլորը գոհ են, ինչպես նա է ասում։ Море эмоций, все очень хорошо, мы довольны. Ամեն ինչ շատ լավ է ու Процветание նրանք բոլորը фестиваля, գոհ են։ процветание президента, всем здоровья, Իհարկե Աշոտ счастья, Խաչատրյանն удачи, է всего самого շնորհակալություն наилучшего. հայտնում И բոլորին։ вам также спасибо. Да, да, да. Իհարկե, դա։ Спасибо, Աշոտ Сергеевичу. Հաջողություն։ Такие мероприятия, которые Շարունակ после, մենք խոսենք как Մայրիկը։ говорится, очень все остаются довольны. Կարևորը որ բոլորն են այսպիսի Дети у нас, մրցույթից հետո գոհ են մնում։ подрастающее поколение на смену
девочкам постарше. Так что будем принимать Բոլորն էլ участие. ասում է սիրող շարունակել մասնակցություն ցուցաբերել։ Լյուբիմ Ֆորտունա Իբույը բոլորն սիրում են Fortuna TV հեռուստաընկերությանը։ Մեր գեղեցկության մրցույթը շարունակվում է եւ զարմացնեմ ձեզ եւ ասեմ, որ մենք հիմա հարցազրույց կունենանք տղայի հետ։ Ահա, տեսեք ում հետ են խոսել։ Մեր մեծերից միակ տղան։ Միակ տղան մեծերից, ահա։ Բայց համարձակություն է, չէ՞ պետք։ Միակն է որպես մեծ տղա ներկայացուցիչ։ Меня это никак не смущает. Спасибо еще и Ашоту Хачатряну. Ой, большое-большое спасибо. Очень большое. Мы действительно здесь побывали как в раю. Здесь очень прекрасно. Как сказала Изма, море приключений. Мы на море, и у нас море приключений. Спасибо вам. Էգեյա Ашот Хачатрянին է հայտնվել եւ հարցազրույց։ Сейчас рядом со мной стоит многоуважаемый человек, это президент Beauty Fashion Сергеевич Хачатрян։ Համաշխարհային գեղեցկության եւ նորաձևության լիգայի միս եւ միստր աշխարհ միջազգային կազմ կոմիտեի նախագահ Ашот Խաչատրյանի։ Ինչպես են գնահատում շանսերը երեխաների։ Իհարկե աղջիկների մասին է խոսքը։ Я буду отвечать Այսօր տեղի ունեցավ մանկական գեղեցկության եւ նորաձևության մրցույթ փառատոնի միս տաղանդ մրցանակաբարձությունը, որտեղ մասնակցում էին 21 երեխաներ աշխարհի տարբեր երկրներից։ Ես հատկապես կցանկանայի նշեի Հարավային Աֆրիկայի աղջկա ելույթը, որը արժանացավ բուռն ծափահարությունների։ Բոլոր երեխաները պատրաստվել էին արհեստավարժ, պրոֆեսիոնալ մակարդակի, ինչպես նաև տեղի ունեցավ Miss 7 մայրցամաք 2013-ի Miss Տաղան մրցանակաբաշխությունը եւ կարող եմ ընդգծել երկու գեղեցկուների փալյուն ելույթը Կանադան եւ Լատվիան իրոք ցնցող ելույթ ունեցան բարձր մակարդակով, որը կարող էր գեղեցկացնել ցանկացած միջազգային մրցույթ փառատոնի բեմ։ Շնորհակալություն մեր Fortuna TV-ին, Կատյա Տրիգուբովին, ես աշխատում եմ Կատյայի հետ երկար ժամանակ, նա համարվում է աշխարհի լավագույն մոդելներից мեկը եւ ես հպարտ եմ, որ մեր կողքին է Екатерина Трегубова. Իհարկե նման գեղեցիկ աղջիկ է կողքին կանգնած։ Скажите, пожалуйста, как вы думаете, все члены жюри, несомненно, очень профессиональные люди. Как вы думаете, мнение будет объективным для финального шоу, для выбора? Ճիշտ ասած, ժյուրի կազմում էին աշխարհահռչակ մարդիկ, Հարավային Աֆրիկայից, Իտալիայից, Հայաստանից, Իդեպ ասած Հայաստանից ունենալով ֆոտոնարստանգերության նախագահ։ Եվ ես վստահ եմ, որ իրոք ժյուրին անաչառ էր եւ մենք վաղ արդեն կիմանանք արդյունքները եւ հաղթողները կպարգևատրվեն թագով, տիցխոսով, միջազգային կարգի վկայականով, կընտրվի 3 հաղթող երեխաներ եւ 2 մեծահասակ աղջիկներ։ Հաղթողներին կթագադրենք եզրափակիչ փուլում, փոքրիկ միս աշխարհ, փոքրիկ միստր աշխարհ, Miss 7 մայրցամաք, ինչպես նաեւ աշխարհի ֆոտոմոդել եզրափակիչ փուլում։ Спасибо большое за ваше мнение. Я тоже думаю, что действительно очень сложно выбрать тройку лидеров и среди детей и девушек. Լինելու է գովազ, որից հետո կիսաեզրափակիչ փուլն է լինելու սարքի։ Շատ հետաքրքիր է եւ վերջապես մենք արդեն կտեսնենք շոու ծրագիր հետաքրքիր եւ կտեսնենք աղջիկներին զգեստներով։ Ես ամենաշատը դրան եմ սպասում։ Աղջիկներ եւ հաջողություն։ Пока.